Արդիկ համայնքն ունեցավ նորակառույց բոլոր հարմարություններով և նոր գույքով համալրված ևս մեկ մանկապարտեզ։ Այսօր մեծ հանդիսավորությամբ բացվել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը, բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արտիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, բնակիչներ, հյուրեր։ Մեր նախընտրական ծրագիրը 500 մանկապարտեզ 300 դպրոց, մենք հաջողությամբ պետք տարի արդեն վերջնական պատկերը ունենանք։ Ուսանքորեն խնդիրների առաջ, որին 30 տարի մենք բախվել ենք, մենք մեր երեխեք էլ չեն բախվել։ Նորակառույց մանկապարտեզի բացման առթիվ շնորհավորելով ներկաներին Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշեց, որ Հոռոմ գյուղի մանկապարտեզն այս ամսվա ընթացքում 5-րդն է, որը բացվում է Արտիկ համայնքում։ Ուրախ ենք, որ այսօր մեր համայնքում նման գեղեցիկ շենք է բացվում, հբարվել, որ մեր երեխաները արդեն առաջիկայում ունենալու են նորմալ կրթօջախներ, ու այդ ամեն ինչը կյանքի է կոչվել մեր աշխատակազմի շնորհիվ, պարոն մարզպետ, շնորհակալություն ձեզ, Սրբազան ձեզ, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի գլխավորությամբ։ Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 190 միլիոն դրամ է կազմել։ Այո, մեծ ուրախություն է իմ համար ներկա գտնվել ու տեսնել այս երեխեքի աչքերի փայլը ու պատկերացնել, թե մեր երեխեքը ինչ մանկապարտեզներում են հաճախելու։ Կառավարության տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով է մանկապարտեզը կառուցվել, ընդհանուր բյուջեն 186 միլիոն դրամից ավել է կազմել եւ գույքի ամբողջությամբ գույքը համալրելու անգլնային պարագաներ, սպասք ամբողջությամբ խաղալիքներ 18 միլիոն դրամից ավել գումար է նախատեսված եղել եւ տեսնում ենք այսօր ինչ ունենք մենք։ Մանկապարտեզը նախատեսված է 3 խումբ, կրտսեր երկրորդ, միջին եւ ավագ խումբ։ Նախատեսված է 75 երեխայի համար, այս պահին գրանցված են մոտ 50-55 երեխա, շատ են գրանցված, 78 երեխա գրանցված է, բայց այնտեղ 2022-ը 22 թվականն է, որ պիտի 19 թվականի երեխաները գնան, սեպտեմբերից նոր հաճախեն 22 թվականը։ Նշենք, որ մանկապարտեզների կառուցման եւ հիմնանորոգման առումով կատարված աշխատանքները Արտիկ համայնքում տեսանելի են, քանի որ հիմնանորոգումից եւ նոր գույքով համալրվելուց հետո բացվել են Արտիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 եւ Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները, այսօր Հոռոմ գյուղի մանկապարտեզը, իսկ Նոր կյանք գյուղի նորակառույց մանկապարտեզն էլ բացվելու է մոտ օրերս։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Գաբրելյան այսօր։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկել է ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հարցի քննարկումը սակայն հարթ չընթացավ։ Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի ազգային ժողովի ամբիոնին մոտենալիս հեռակա լեզվակռիվ սկսվեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հայաստան խմբակցության դաշնակցական անդամների միջև։ Ինչու՞ չէ, նստեք։ Կանգնի, մինասը։ Դել նստած մնա այդտեղ։ Լավ, մանկապարտեզ չի, հանգիստ, բան նստի։ Նախ դույով խոսա երիտասարդ, լսի, երիտասարդ, դույով խոսա, լսում ես, նստի տեղը, հանգստացի, Ինչ ձևի խոսումը նույնը ստանում է պատասխան։ Դու կանգնած մնա խես նստում։ Մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ։ Շարունակեք, պարոն Թունյան։ Դալիճում իրավիճակը թեժացավ, պատգամավորները միջամտեցին փորձելով իրավիճակը մեղմացնել, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։ Անջատեք եթերը, ընդմիջում 20 րոպե։ Անջատեք եթերը, ընդմիջում 20 րոպե։
Սա հերթական սուտն է, մանիպուլյացիան։ Ալեն Սիմոնյանը պատասխանել է ընդդիմության մեղադրանքներին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Սուտասան է Իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն սուտասան է, ես ձեզ ասեմ հետեւյալը, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Ասում են իրենց տարբեր է, ես այդ մասին հարցրեցի։ Բարի գալուս նոր իրականություն է, ինչ աշխում մերը տարբեր է։ Քրեական նման հոդված կա, երկրորդը միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ Դաշնակցության խմբակցության, արդեն Դաշնակցության խմբակցությունը չէ երևի, Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք, ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասեց, ես էլ միկրոֆոնս կարամինացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում, դրան ի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան Գառնիկ Դանիելյանը ասեց՝ մի նստի Արծվիկ, հա, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, հա, ասացի դե լավ, որ ասում մի նստի, կամ դու վեր կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց ընդեղից բղավել, ինչին ի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընթարումը, որի ժամանակ այդ ձեր նշած անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր էս կոմենկոն, որ հանկարծակի այդ ընթարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Կռվից է վախենում։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստում էր բանից անչա դեպի Դաշնակցության գրասենյակ, որպեսի ոստիկաններից փախնի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկ են սխմում, փախնում են դահլիճից, հա, գալիս են մի հատ գոռում են, մտածում են, պատասխան չեն ստանալու, իսկ ես ամեն ինչ արվում է նրա համար, որպեսի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետքա աշխատանք ցուցադրվի, պետքա ցույց տրվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասածից, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է շարունակեն, թող շարունակեն։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում ու հաստատել, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Այս մասին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ, կից հրապարակելով նաև կադրեր իրականացված պարեկությունից։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանի բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս Պապը երկուշաբթի վաղ առավոտյան մահվանից առաջ կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի Պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկում։ Դամբարանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ Ֆրանցիսկոս ասված է կտակում։ Հայտնի է, որ Ֆրանցիսկոս Պապի մարմինը 3 օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի դուրքը մատուցել։ Նրա մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակողել է պաշտոնական սգո շրջան։ Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։ Թեհրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը հարգի Իրանի ազգային շահերը, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով, նախազգուշացրել է Մասուդ Փեզեշքյանը։ Ակնկալվում է, որ միջուկային գործարքի հարցով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները կշարունակվեն Ժնևում եւ Օմանում։ Նախորդ փուլը տեղի էր ունեցել Հռոմում։ Իրանի արտգործնախարարի խոսքով կողմերը փոխմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ գործարքի ձախողման դեպքում Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ ձեռնարկվել։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում։ Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն դեռ ժամանակ է պետք հասկանալու ինչպիսին կլինի արդյունքը։ Նա անդրադարձել է ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը։ Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը խոստացել է դրանց մասին մանրամասներ հաղորդել առաջիկա 3 օրվա ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվան եւ Կիևը կարգավորման շուրջ համաձայնության կհասնեն այս շաբաթ։ Թրամփը նշել է, որ գործարքից հետո երկու երկրներն էլ կարող են մեծ բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ եւ լուրջ գումարներ աշխատել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը։ Հավատարիմ ենք մեր կառուցողական դիրքորոշմանը հասնելու հրադադարի, այնուհետև տևական խաղաղության։ Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողությունների պատճառով է պատերազմը ձգձգվում, նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին ընդունել է, որ Զատկի օրերին օդային տագնապներ չեն հայտարարվել, շփման գծի որոշ հատվածներում էլ մարտեր չեն եղել։ Այնպես որ եթե Ռուսաստանը կրճատի հարվածները հրադադարը հնարավոր կլինի։ Համենայն դեպս ուկրաինական կողմը հավատարիմ է իր առաջարկին եւ չի թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները, շեշտել է Զելենսկին։ Նա հավելել է. Կիևը սպասում է Մոսկվայի պատասխանին եւ պատրաստ է ցանկացած բանակցությունների։ Մարտի դաշտում իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Ալեքսանդր Սիրսկու խոսքով այժմ ինտենսիվ մարտեր են Կուրսկի ուղղությամբ։ Նաեւ հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային եւ Սումիին, կան ավերածություններ եւ վիրավորներ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել են առևտրային երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Կողմերն ընդգծել են էներգետիկ, պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների եւ այլ առանցքային ուղղություններով գործակցությունն ամրապնդելու կարեւորությունը։ ԶԼՄ-ները գրում են, որ վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու ուղղությամբ, նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը եւ պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները։ Թրամփի վարչակազմից հայտնում են, որ Հնդկաստանն այն երկրների թվում է, որոնց հետ բանակցությունները Վաշինգտոնի համար առաջնահերթություն են։ Կարմիր դուռ, դեղին դուռ։ Այսպես է կոչվում վերջերս դեռահասների շրջանում տարածված խաղը, որն ըստ մասնագետների նրանց հոգեկան առողջության համար վտանգներ է պարունակում։ Սոցիալական ցանցերի օգտատերերն արդեն երկար ժամանակ է ահազանգում են, պետք է ուշադիր լինել երեխաների նկատմամբ։ Այս խաղը խաղալիս նրանք պատկերներ են տեսնում, ինչից հետո վախեր ունենում։ Մեր զրուցակիցը պատմում է ուշաթափության դեպքի մասին։ Երկու աղջիկ էին եղել, 3 տղա, քրոջս տղային սկսել էին ըստ հրահանգների այդ խաղի հրահանգների ինչ որ բառեր ասել, հետո սկսել էին շոյել քունքի հատվածը եւ իրենց ասելով մի քանի րոպե հետո ինքը ուշաթափ էր եղել եւ կանգնած վիճակում պատին այդպես հարվածել էր գլուխը, հետո հեծանիվի վրա էր ընկել եւ խաղի հաջորդ կանոնն է նա, որ պետքա ապտակես ուշաթափված մարդուն, որպեսզի ինքը հետ գա, իրանք այդպես ապտակել էին, ջուր էին լսել, շատ վախեցել էին։ Երեխան ձեռքի որովայնի դեմքի վնասվածքներ էր ստացել։ Երեխայի հետ խոսելու ընթացքում նաեւ ընկերների պարզվեց, որ սա առաջի դեպք չէ։ Խաղը տարածվել է նաև տարբեր դպրոցներում։ Ծնողները նամակներ են ստացել դասղեկներից, որ առավել զգույշ լինեն իրենց երեխաների նկատմամբ։ Դպրոցներից մեկի տնօրենը նշում է, իրենց մոտ եւս 1-2 անգամ աշակերտները խաղացել են այդ խաղը։ Ուսուցիչը բնականաբար անմիջապես արձագանքել է, տեղեկացրել ծնողներին, ծնողների շրջանում ավելի վաղ տարածված էր նմանօրինակ երևույթները, սակայն ցավոք կանխարգելիչ աշխատանքներ չէր տարվել, որպեսզի դա չմասսայականացվեր։ Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական համակազմը տեղյակ լինելով այդ ամենին, ցուցաբերում է զգոնություն եւ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։ Ինչի կարող է հանգեցնել այս խաղը։ Հոգեբանը նշում է, զգայուն երեխան կարող է ունենալ բարձր տագնապ, դող, մղձավանջներ։ Կան դեպքեր, երբ երեխաները խաղից հետո ունենում են անքնություն, հետապնդման մտքեր։ Երեխաներից մեկը, ում ընտրում են լիդեր, սկսում է հրահանգներ տալ, թե ինչ է տեսնում, որ այնտեղ մութ է, այնտեղ կան սարսափելի կերպարներ եւ երեխան սկսում է պատկերացնել այնպիսի կերպարներ, որոնք որ իրականում ամենավատ մուլտֆիլմերում եւ ամենավատ սցենարով հեքիաթներում նրան մոտեցնում են մահվան մտքին, վախ հարուցող մարդկանց մտքին, իսկ մեր աշխատանքի մեջ
նույնիսկ երևակայությամբ ստեղծված կերպարները լուրջ հետք են թողնում երեխայի այդ տարիքի անձի զարգացման վրա։ Ինչու է պարտադիր պայման քունքի մերսումը, հոգեբանը նշում է, գործողությունը բերում է քնկոտության, իսկ այդ վիճակում երևակայելն ավելի հեշտ է։ Իսկ ինչի հետևանք է ուշաթափությունը։ Իրականում ուշաթափությունը պարտադիր չէ կապել քունքը մերսելու հետ, որովհետև երևակայությամբ ստեղծված այդ ազդեցիկ վախենալու իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ գիտակցությունը մերժի ընդունել դա եւ գիտակցությունը գնա քնելու։ Լուրեր տարածվել նաև, որ խաղից հետո ինքնասպանության դեպք է եղել։ Ոստիկանությունից տեղեկացնում են, նման դեպք չի արձանագրվել։ Ձեր նշած խաղի մասով ոստիկանությունում որևէ ահազանգ, որևէ դեպքի կամ պատահարի վերաբերյալ չի ստացվել։ Հորդորում ենք ծնողներին նույնպես ուշադիր լինել անչափահասների նկատմամբ, որովհետև ցանկացած խաղ, այսպես ասած, կարող է որոշակի հոգեբանական տրավմաների ենթարկել անչափահասներին, ինչն էլ իր հերթին ավելի անդառնալի կորուստների հնարավոր է հասցնել։ Երեխաների անվտանգությունից ելնելով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ թե կոպիտ արգելել, դրանով իսկ բարձրացնելով խաղի նկատմամբ հետաքրքրությունը, այլ զրուցել նրանց հետ եւ ներկայացնել խաղի վտանգավորությունն ու բացասական հետևանքները։ Խնձոր, պնդոկ, նռեն ունենք, կարալյոկի ծարեր ունեմ, ամփուշմոշ ունեմ, խնձորի ծարեր ունեմ, այդ լրիվ չհաշված շրջապատ իմ այգիս լրիվ կանադական ծարեր եմ տնկած, բարդիներ։ Հայկը Բաքվի ջարդերից փրկված ընտանիքը պահելու համար 1989-ին խնդրել ու ստացել է այս հողակտորը։ Պայմանը կոլխոզից մի քանի անգամ շատ բերք ապահովելն էր։ Երիտասարդ գյուղատնտեսը առաջին հայացքից հասկացել էր, ամեն ինչ կա այստեղ, միայն աշխատանքն է պակաս։ Քարոլիքը հողեր, այդ քարերը հանեցիք, մաքրեցիք, ինչ մանամ խնդեղներ, օծեր, գորտեր, լիքը։ Վերջ որ չէ հողը սարքել ենք հող։ Մաքուր հող ենք սարքած, այնքան պարատանույթ եմ տված, հələ այն բան սովետի ժամանակ 300 բան զիլ մաշին վերեցինք, լցրեցինք հողը, պարատացրինք, որ բերքը ավելի առատ լինի։ 91 թիվին արդեն սեփականաշնորհը որ գնաց, այդ հողը ես առանձին վերցրի, սեփական։ Սյունիք գյուղի բնակիչներին զարմացրել է Նորեկի հաջողությունը։ Եկել են, գնացել, հարց ու փորձ արել ու համոզվել։ Գաղտնիք չկա, միայն աշխատասիրություն։ Աստծո հաջողությանը թե ինչ, պամիդորը լիք, բիբարը լիք, կաղամբը չեմ ասում, վաղը հասկամ։ Առաջը շատ էժան էր, 7 կոպեկով պամիդորն էր, 8 կոպեկ կաղամն էր, ես իմ բանը բիբար բադրջանը 10 կոպեկ, վերջը ինչ ասեմ, կաղամբը վերջացրի տեղը կարմիր բող, արտաշատյան կարմիր բող կաճեցրինք։ Նրանով պլանս փակեցի, ամբողջ սովխոզը ժողովուրդը զարմացան, այդ հրաշագործը որտեղից է եղել, այսինքն բրիգադաները չկարողացան պլանը փակեն, բայց ես կրկնապատիկ, երապատիկ պլանը փակեցի։ Աշխատանքի բաժանումը սկզբից են արել, որ ամեն մարդ գործ ունենա ու իր բաժին օգուտը բերի։ Բաքվից միայն Մոսկվիչն էր կարողացել բերել։ Կատակում է, դա էլ էր մնացած մեքենաներից շատ աշխատում։ Երեկոն նստում ենք, պապա դու ապրանքն ես տանելու, մաման տանտիրոհի հացը մածն էր պատրաստում, տիկինս աշխատում էր բանում, գյուղապետարանում, գյուղսովետերին ժամանակ, առավոտը դուրս էր գալ ժամը 4-ին, երեխեքն է, որը դպրոց, որը կողքիս էր, դպրոցից հետո գալիս են աշխատում, ամեն մեկը գիտեր, որ տաճկան պիտի վերցնի, գոմը մաքրելի է, ես ասենք բանջարեղեններ, կաթամածունը հավաքում է տանում, վաճառում, մինչև 2000 թվականները շատ դաժան ու դժվար կյանքեր ենք անցել, բայց կարողացել ենք պատերազմը պայքարել, սովետական միության փլուզումները դիմադրեցինք, ինչ անեմ հասանք անկախության, զոհել տվեցինք, եղբորս զոհ տվեցինք։ 4 որդի ու մի դուստր ունի, դստերը խնայում է, հողի հետ աշխատել չի թողնում։ Կինն ու մայրը չկան, տանտիրուհին հիմա 25-ամյա Անին է։ Անին նաև աշխատանքի մոդեռնիզացմամբ է զբաղվում։ Տարբեր ծրագրերի մասնակցում, վերջերս էլ համայնքապետարանից ավտոմատացման համակարգի դրամաշնորհ է շահել։
Համակարգը հիմա դեռ չի տեղադրվել, այս մի քանի օրը պետքա տեղադրվի արդեն ու ինքը ավտոմատացնում է ջերմոցի եւ կաթիլային համակարգը եւ ջերմաստիճանը, այսինքն հայրը ստանը նստած ինքը կարողանալու է եւ անջատի ջուրը եւ օդի ջերմաստիճանին հետևի, այսինքն ես ավելի եմ հեշտացնում իր աշխատանքը, որ ինքը այդքան տեղ չգա հասնի, տեսնի որտեղ է հասել ջուրը, ինչքանով է ջրվել, ջերմաստիճանը ինչքան է, բույսը ինչ վիճակում է, այդ լրիվ on-line իր մոտ հեռախոսի միջոցով, սմարթֆոնի միջոցով իրան ավելի հասանելի է լինելու։ Անին է ուսումնասիրում շուկան, որոշում գինը, պայմանավորվում գնորդի հետ։ Նրանց մշտական հաճախորդները գոհ են, բայց ասում է երբեմն տհաճ խոսակցություններ է լսում Պոչամբարին մոտ գտնվելու հետ կապված։ Դրանց գիտական հենքից զուրկ լինելում համոզվել է բազմիցս։ Մի քանի անգամ մենք հողը փորձակնության ենք հանձնել, որտեղ պարզվել է, որ ոչ մի էլեմենտներ չկա, վնասակար, գտնվում ենք Պոչամբարին մոտ, այդ պատճառով մտածում են, որ կարող է ինչ-որ էլեմենտներ պարունակի, բայց մի քանի անգամ հողը տվել ենք փորձակնության ու ոչ մի էլեմենտներ վնասակար չկար հողի մեջ։ Եթե Անին գիտականորեն է բացատրում, Հայկը նման խոսակցություններից վիրավորվում է։ Փորձառու գյուղատնտեսն ասում է, այս 3.5 հեկտարում մշակման 36 տարիների ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ քիմիական պարարտանյութ չի օգտագործվել։ Հայկի մշակած բանջարեղենը վայելել են Ռուսաստանի Դաշնությունում, էլի պահանջել, բայց դեռ արտահանման ծավալն ապահովելու չափ արտադրանք չունի։ Սա 6 տոննանոց բակ է, թռչնախ լցնում ենք մեջը։ Եվ մենակ թշնախը չէ, ասեն խոտա, մոլախոտա, ինչ կա լցնում եք մեջ է։ Հետո ինքը եփում է, այնտեղից սոկ քաշում եք, ես մին բաչոկը չէ կաթելային տալիս են խողերին, լրիվ կաթելային, ֆարիկային, արու տեսակո, արուներով, հավո պահում են, աղբը կա, թռչնախը կա, գոմախը կա, գոմախը հեղուկոլ ենք ջրում, հողը հարստացնում ենք, միայն այդ ձևի։ Որդիներից երկուսը Ռուսաստանում են, այս տարի նրանցից մեկն ընտանիքով վերադառնալու է։ Հայկը որոշել է Կապանում տուն կգնեն, որ քաղաքի կյանքին սովոր թորները դժվարություն չքաշեն։ Որդին էլ կօգնի ջերմոցների թիվը կավելացնեն։ Այնքան եմ ուզում։ Բայց ես այն օրը բանը ասած է, անարակ որդին հետ է գալիս։ Ես ընդունելու եմ, ես եմ մորթելու։ Այո։ Ինքը անարակ չի, ուղղակի ասեք այդ աստված շնչիմ գրած։ Գյուղում արված ասֆալտը այս մարդկանց տնից մի քանի 100 մետր հեռու ավարտվում է։ Հայկը լուծումը գտել է, ընտանիքի անդամների համար բարձր մեքենաներ է գնել, բայց ասում է մեկ էլ տեսար հյուրեր լինեն, որ ցեխոտ օրերին չկարողանան տեղ հասնել ու վայելել իր ստեղծած դրախտը։ Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց անօրինական շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև անօրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն։ Կեղծ օղիներ արտադրելու եւ իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով մեկնարկել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Հսկիչ գրման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանի շերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված 0.7 լիտր տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանի շերով կամ հսկիչ նույնականացման նշաններով տարբեր անվանումներով չդրոշմավորված 82 շիշ օղի։ Գործունեության իրականացման ծանուցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն եւ արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում, վճարելով նաև տարեկան պետական տուրքը։
Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Ձեռքբերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ եւ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության եւ իրացման գործունեություն իրականացնելուց։ Հիշեցնենք, որ անհայծակում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման իմար բջջային հավելվածից, այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները, կազմակերպել եւ իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում։ Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի աշտարակի խճուղում գտնվող 3.1 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն։ Այնինչ հարակից շուրջ 5 եւ 13 հեկտար հողատարածքներում, որոնք համապատասխանաբար համայնքի եւ մի քաղաքացու սեփականությունն են, նույնպես արդյունահանել է շուրջ 13000 խորանարդ մետր անդեզիտաբազալտ, այն տեղափոխել համայնքային հողատարածքում գտնվող տեսակավորման կետ եւ իրացրել 49 միլիոն դրամի հանույթ, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 3 հոդվածի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու եւ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով։ Ապրիլի 18-ին Սիսիանի մշակույթի տունը մարդաշատ էր, առիթը ոստիկանության 107-րդ տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, այլ ուժային կառույցների, Սյունիքի մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով գործընկերներին նշեց, որ նման հանդիպումներն ավելի են ամրապնդում ոստիկանություն համայնք հասարակություն կապը։ Ոստիկանության օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով եւ պատվոգրերով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մի շարք ծառայողների շնորհակալագրերով, անվանական հուշանվերներով եւ պատվոգրերով պարգևատրեցին նաեւ համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանը։ Միջոցառմանն իրենց ելույթներով տոնական տրամադրություն հաղորդեցին Սիսիանի մշակույթի տան սաները։ Ներկայացվեց ոստիկանության անցած ճանապարհը, 107-ամյա պատմության ընթացքում դժվարություններն ու ձեռքբերումները, արժևորվեց ոստիկանի բարդ ու պատասխանատու պատվաբեր գործը։